ԿՊ-ի ներկայացուցիչներն ասում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները դա Ստալինգրադսկայա բիտվա, այդպես են ասում, իրենք են այդ ուրեմն միտքը ասել, Ստալինգրադում, բայց մի բան եմ ուզում իրենց հիշեցնել, որ երբ որ 600,000 բնակչություն ունեին, Ստալինգրադում ապրում էին, պատերազմի ժամանակ մի շակ հետ չգնացին և 400,000-ը մահացան, 1,100,000 զինվոր մահացավ և պաշտպանեց Ստալինգրադը, բայց ցավում եմ, որ իրենք այդ հետ քայլ և այդպես հանձնվողական պահվածքով հանձնեցին Արցախը 12,000 քառակուսի մետր թուրքերին։ Եվ չեմ պատկերացնում, որ որևիցե մի հայորդի հիմա կասկածի, որ եղել է դավաճանություն։ Եվ եթե այսօր ներկայացնում են, թե տարբեր ազգեր են մեզ հետ կռվել, թող իրենք գիտենան, որ 92 թվականին նույնպես բոլորը այդ այսօր ինչ որ կռվեցին մեզ հետ, նույնը կռվում էին, բայց այն ժամանակ ադրբեջանցիները գնում էին Մոսկվայի ոտքերն էին ընկել, թե հայերին ասեք, որ Բաքուն չգրավեն։ Ես ուղղակի զարմանում եմ, թե այդ մարդունակ բանակը ինչ սարքեցին այսօրվա ուրեմն ղեկավարները և ցավում եմ դրա համար։ Ուրեմն այս ամեն ինչը տեսնելով սրանք նորից ուզում են այն խոսույթը օգտագործել, որ նախկինները, չգիտեմ սա, չգիտեմ նա, և ընդհանրապես ամենասարսափելին գիտեք որն է, որ չեն թողել իրենց ծնողների, իրենց պապերի, մայրերի, քույրերի, այն նախկին աշխատանքից որևիցե մի ոլորտ կամ որևիցե մեկ, ուրեմն տիտղոս ասեմ, որ չփնովեն ու չվարկաբեկեն, այսինքն բոլորը գող են, բոլորը ավազակ են և միայն ճիշտը, ուրեմն այսօր այլասերվածներն են, որոնք տեղ ունեն իրենց մոտ և այսօր պիտի լինես ուրեմն այդ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչ, որ Հայաստանի Հանրապետությունում գործ ունենաս։ Աստվածաշունչը ասում է, թե եկա ոչ թե հինը ջնջելու, այլ հնի վրա նորը կառուցելու։ Եթե դուք ընդունեք ձեր հայրերին, ձեր մեծերին և ձեր մեծերի կատարած աշխատանքը, դուք այդ սկզբունքով չեք մոտենա պատերազմի հաղթանակած գեներալներին, հերոսներին, բոլորին վարկաբեկեցիք, մի մարդու անուն, եթե այսօր ես չգիտենք թե ում անունը տանք, որ դուք չվարկաբեկեք ու չքարկոծեք։ Այո, դա սորոսական, եվրոպական ապրելակերպ է, որ այդ այլասերված բարկերը ուզում եք բերել և հայ ժողովրդին ուրեմն դրանով զինել և դրանով ապրել տալ, բայց միանշանակ դա չի լինի, որովհետև հայ ազգը Աստծո մոտ տեղ ունի և մենք գիտենք, թե ոնց են ապրել մեր նախնիները և հետո էլ մենք հիմա ոնց պետք է ապրենք և մեր ապրելակերպը սա է, հնի վրա նորը կառուցելը, որն ասում է Հիսուս Քրիստոսը։ Հիմա ինչ եղավ, թե ինչից եղավ, ոնց եղավ այս ամեն ինչը, եթե դուք այսօր ասում եք, թե թալանել են ու գողացել են, 7 տարի մի թալան հետ չես բերել, ձևական ցույց ես տալիս, եթե դատարաններում մարդկանց անուններ ես տալիս, հասկանալի է, որ դատարաններով օրինականացնում ես այդ թալանածը, եթե մեկը 10 միլիարդ կամ 100 միլիարդ գողացել է, կամ 50 միլիոն կամ չգիտեմ ինչքան, 500,000 հետ ես բերում, մնացածը օրինականացնում ես, այդ դա մենք հասկանում ենք արդեն, հատիկ տեսնում ենք, թե անուններ ես տալիս, որոնք քեզ իրենք են բերել, թե չչալոյով դու այդքան ձեն չունեիր, և քո ընտանիքը քեզ ձայն չէր տալիս, լավ իմացիր։ Հետո, քանի որ չալոն գյումրեցի էր, Գյումրիից եկավ, մեզ տեղյակ է պահե քո դավադրությունները, թե դու ում ես հանդիպե, ու ինչ ես արե, ու ոնց ես սարքե ժողովրդի գլխին։ Եվ այս ամեն ինչի մեջ ես տեսնում եմ նախկին ՀՀՇ-ի ուրեմն ամեն ինչը, որ նրանք են ձեզ բերել, ձեր քաղաքական հայրը հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանը և